Կենտրոն հեռուստաընկերությունը և Drive Media-ն ներկայացնում են։ Տաթևը դեռևս անհիշելի ժամանակներից եղել է մշակութային ու դպրոցյան կենտրոն։ 2018 թվականից օգտագործում ենք որպես թանգարան։ Ճոպանուղի մեզ շատ օգնում է։ Փորձում եմ դառնալ գինեգործ, ինչքանով կստացվի ցույց կտա ժամանակը։ Ես 31 տարի աշխատում եմ, դրանց առաջ միշտ գործել եմ։ Տաթև գյուղում ընդհանուր միջնակարգ դպրոցը այս նոր շինությունը, որտեղ որ հիմա անց են կացվում դասընթացները, սկսել է գործել 1974 թվականից, այսինքն շենքը շահագործման է հանձնել 1974 թվականից, բայց մինչև 1974 թվականը եւ դրանից առաջ էլ Տաթևում միշտ էլ դպրոց եղել է, նախնական դպրոցը գործել է Վանքում, որից հետո արդեն կողքի այս շինությունը, հին շինությունը ծառայել է որպես դպրոց։ Հայաստանի Հանրապետությունում այս պահին գործում է դպրոցաշինության ծրագիր եւ այդ դպրոցաշինության ծրագրում ընդգրկվել է նաեւ մեր գյուղը, այսինքն կառուցում է կրթահամալիր, որտեղ պիտի սովորեն ոչ միայն Տաթև բնակավայրի երեխաները, այլ նաեւ Սվարանց եւ Տանձատապ գյուղի երեխաները։ Ընդհանուր այդ 3 դպրոցները պետք է միավորվեն եւ շինարարությունը հենց այդ նպատակով է կատարվում, կառուցում է նոր դպրոց, նոր կառուցվածքներով, ավելի հագեցած միջավայրով։ Հուսանք, որ այս ծրագրերը կնպաստեն, որ Տաթևը իր երբեմնի զարթոնքը նորից կվերականգնի, իր շենությունը կվերականգնի եւ մենք կունենանք ավելի մեծ թվով աշակերտներ, որոնք ավելի բարեկեցիկ ու նորմալ պայմաններում դպրոց կհաճախեն։ Դպրոցը սովորական առօրյայով է աշխատում, առավոտը սկսվում է նախավարժանքով, հետո արդեն սկսում է դասերը։ Խնդիր ունենք նաև մանկավարժների հետ կապված, որովհետև հիմնականում այսօր մեր մանկավարժների, եթե չասեմ, երևի 70%-ը երթևեկող ուսուցիչներ են, այսինքն գալիս են համայնքի գյուղերից, Տաթև համայնքի, Շինուհայր, Խոտ գյուղերից, ինչպես նաև Գորիսից, Գորիս քաղաքից։ Ամեն դեպքում հաղթահարում ենք, որովհետև միշտ մեր կողքին է նաև համայնքապետարանը։ Համայնքի ուժերով կարելի ասած մենք ունենք միկրոավտոբուս, որ Տաթև, Սվարանց, Տանձատապ ուսուցիչներին տեղափոխում, տանում բերում է, իհարկե գումար կա, բայց շատ շրջի ձևով ինչքան մենք հնարավոր է օգնում ենք, որպեսզի այնտեղ մեր ուսուցիչները, ուսուցիչները կարողանան ժամանակին իր դասընթացները անցկացնել։
Ապարտեզը գործում է 2016 թվականից, հունիսի 1-ին է բացվել, ներկա պահին ունենք 8 երեխա, հուսով ենք թիվը շուտով կավելանա։ Ամենօրյա մեր ռեժիմով աշխատում ենք, նախաճաշ, ճաշ, պարապմունքներ, հեքիաթի ընթերցում, տաք եղանակներին խաղում են դրսում, մեր ամենօրյա պարապմունքները ռեժիմով աշխատում ենք։ Ես 31 տարի աշխատում եմ, դրանից առաջ միշտ գործել եմ։ Այստեղ առաջ եղել է ստացիոնար։ Հիվանդներ են պարկել, հա, իսկ 99 թվականից արդեն ստացիոնարը փակվել է ամբուլատորիա։ Հիմա մենք 3 գյուղ ենք ստեղ սպասարկում, բայց բոլորս մենք Շինուհայրին ենք ենթարկվում։ Հղիներ, երեխաներ, դիսպանսեր, բոլոր հիվանդները մենք ենք սպասարկում։ Հղիները գալիս են ստեղ հաշվառվում են, ուղարկում եք ուղեգրով, ուղարկում եք գինեկոլոգի մոտ, Գորիսի բժշկական կենտրոն։ Այնտեղ արդեն իրան ամեն ամիս հսկում են։ Չեմ ամբեղը թմել ես։ Եթե տնային կանչ են կանչում, գնում եք, եթե կարում եք, կոպիտ ասած, առաջի օգնություն ցույց տալ, անում եք, տեղում ամեն ինչ անում եք, դեղորայքով էլ եք ապահովված ամեն ինչ։ Իսկ եթե գնում եք, տեսնում եք ինսուլտա կամ ինֆարկտի նշանները, օգնություն ցույց եք տալիս, միաժամանակ շտապ օգնությունը կանչում եք։ Բժշկի հետ խորհրդակցում եք, կանչում եք շտապ օգնություն։ Սաստիկ ձմեռներն էլ նույն ձևով անցնում է, շտապ օգնությունը գալիս է, էլի հիվանդին տեղափոխում է, փառք Աստծո։ Հələ միջև հիմա տենց այդ խնդիրների հետ մահ չեք ունեցել։ Մտնում ենք Տաթևի թանգարան կամ հին տուն թանգարան, որովհետև ինքը նախատեսված է ներկայացնել Տաթևում ապրող մարդկանց մոտ 100 տարի առաջ ինչպես էին ապրում, ինչպես էին աշխատում, չգիտեմ, ինչ գործիքներով էին աշխատում ավելի ճիշտ։
Այստեղ ունենք կավե կճուճներ, որոնք պահում էին մթերքներ, եւ ունենք կավե խնոցի, որտեղ նկարի վրա նախատեսված կադրը կա, գութանը երևի, չգիտեմ, ծանոթ են որոշները, տարիքով մարդիկ, իսկ եթե երիտասարդների համար ասենք, որ սրանով հող էին վարում եւ այս գութանը ձգելու համար մեկ կոփ ունենալու 6 զույգ եզեր ձգում, որպեսզի կարողանային հողը շուռ տային։ Սա խնոցի կարելի ասել միջին տարբերակն է, ավելի հին խնոցիներ ունեին այլ կառուցվածք, մածունից էլի կարողանում էին ստանալ կարակ եւ իհարկե մնացածը օգտագործում իրենց նպատակների համար։ Իմ կողմից հայրական ընտանիքում, այդ մորական կողմից պապիկի ընտանիքում ամուսիններ եւ 4 երեխաներ, բայց կային նաեւ իհարկե բազմազավակ ընտանիքներ, որոնք ապրում էին մեկ հարգի տակ եւ այդ մեկ շինության մեջ կարող էին իրականացնել բոլոր գործողությունները, հացաթխում, ճաշ եփել, որպես ննջասենյակ էր ծառայում, ինչու՞ չէ նաեւ հյուրասենյակ եւ այլն, որը կարող ենք հիմա մտնել եւ նայել։ Այստեղ ներկայացված է այն ամենը, որ մեկ ընտանիքը կարելի ասել օգտագործում էր։ Սա հացահատիկի պահեստ, այդպես ասենք, մեր բարբառային լեզվով ուքագ էինք անվանում, մեշոկներով լցնում էին ներվերևից, ինքը բաժանված էր երկու մասի եւ ծածկում էին։ Հասկանալի է հիմնական պատճառը գրծողներից պաշտպանելու համար, որտեղ հացահատիկի մեջ եթե ընկնեին, ապա այդ հացահատիկը արդեն պիտանի չէր լինի։ Եվ ինչքան անհրաժեշտ էր իրենք վերցնելու, բացում էին փական, այստեղ դուռը, չգիտեմ ինչպես կարող ենք անվանել, եւ իրենց չափով վերցնում։ Այստեղ ունենք հանրահայտ մեր ճախարակը, որը իհարկե որի օգնությամբ կարողանում էին թելմանել։ Այստեղ ունենք օգտագործող կահկարասիններ, որոնց միջոցով կերակուր էին պատրաստում։ Այստեղ ունենք մատնոցներ, որոնք օգտագործում էր իրականացում էր ձեռնոցի դեր, երևի այդպես եմ ես պատկերացնում, նույնիսկ իրան հատուկ տեղեր ուներ, որ արտի հնձելու ժամանակ, ցորենը հնձելու ժամանակ ինքը պաշտպանում էր մատները մաշվելուց եւ իհարկե պատահական հարվածներից, որպեսզի մարդիկ իրենց մատները չվնասեին։ Այստեղ ունենք մի հատ հետարքիր առարկա, որը ցորենը հնձելուց հետո անհրաժեշտ էր այն հատիկները առանձնացնել ցորենի ամբողջ հասկից, հետո անհրաժեշտ էր այդ ցորենի հասկերը տրորել, այսինքն որպեսզի ցորենի հատիկները առանձնանային իրենցից։ Իսկ մնացած այդ ամբողջ խառնուրդը ցորենի հատիկներ, հասկի մնացորդներ եւ այլն պետք է անպայման կալում քամուն տային։ Քամու տալու իհարկե կալում չկար նկար, ես փորձել եմ այս տարբերակներով տատիկները կամ մեծ կանայք, երբ քամոտ եղանակին վերցնում էին համապատասխան այս գործիքները եւ այդ ամբողջ դանդաղ լցնում գետնին, որի ժամանակ ցորենի հատիկները, որոնք ծանր էին, լցվում էին ներքևում, իսկ որոնք թեթև էր, քամին տանում էր, թեփը քամին տանում էր եւ լցնում էր ավելի հեռու եւ այդպես առանձնացնում։ Երբ որ ես ցանկություն ունեցա, ստեղծեցի, հետո նայեցի, մտածեցի, որ կարելի է մարդկանց բացատրել, որ հնարավոր է, որ ներկայիս այս պայմանները բավական է, որպեսզի մարդկային հարաբերություններ ավելի բարձր մակարդակի գտնվեն, ինչ որ եթե պատկերացրեք, որ առավոտյան շուտ անհրաժեշտ էր արթնանալ, հաստղել
ամուսնուն ճանապարհել, չգիտեմ, աշխատանքի, չգիտեմ, մնացած աշխատանքներ իրականացնել, երեխաների խնամել, իսկ հիմա առանձին սենյակներում մարդիկ ապրում են եւ չգիտեմ ինչու մարդիկ էլի դժգոհ են իրենց ապրուստից։ Տուրիզմի հետ կապված ճիշտ է, ես թվեր չեմ կարող ասել, բայց տուրիզմի հետ կապված ճոպանուղի մեզ շատ օգնում է։ Տաթևեր ճոպանուղի մեզ շատ օգտակար է անում, որովհետև ամառվա այն լավ սեզոններին ստեղ էլ մեր հյուրանոցներն էլ, հյուրատներն էլ զբաղված են լինում, շարժը շատ է։ Ճիշտ որ ասեմ, շուտվանից եմ զբաղվում գինեգործությամբ, բայց այս որակով արդեն 4 տարի է։ Գինեգործությունը ինքը շատ լայն սպեկտրով ճյուղ է եւ կախված խաղողի որակից, տարուց, գինեգործի հմտություններից ստացվում է խմիչք, որը եւ գինի ենք անվանում։ Սկսեմ նրանից, որ այս որակի սարքավորումները որ ունեմ եւ տարածքի բարեկարգման աշխատանքը կատարվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերով եւ սարքավորումները տվել են խաղաղագործության եւ գինեգործության հիմնադրամ ունենք, էկոնոմիկայի նախարարությանը կից գործում է, սարքավորումները իրանք են տվել ի պահ, որպեսզի ես զբաղվեմ գինեգործությամբ։ Սա արդեն մի ամիս է խմորման պրոցեսում է, կարմիր արենի սորտն է, արդեն այս քանի օրը իրան պրես կանեմ, մասսան հեղուկից առանձնացնեմ, մի որոշ ժամանակ էլ արդեն կգնա զուտ հեղուկ մասը խմորում եւ արդեն կփակեմ իրան, որոշ ժամանակ էլ փակ վիճակում կմնա, կստացվի արդեն պատրաստի գինի։ Հիմա լցնեմ գինին, ընթացքում նաև սիրողական ձևով զբաղվում եմ տրեխագործությամբ։ Հիմա պարզապես ժամանակը չհերիքելու համար չեմ հասցնում, բայց այնպես չի, որ մոռացության եմ տալիս։ Էլի ընթացքում հենց ժամանակ ունենամ, էլի տրեխագործությունն էլ կզարգացնեմ։ Տրեխագործությունը հայրիկից եմ սովորել եւ այդպես փորձում եմ գոնե պահպանել։